Փառք Նժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր արժանապատիվ Սասնա ծռերին։ Սիրելի հանրություն, այսօր անդրադառնալու եմ գրառումների, երկար ժամանակ է չեմ անդրադարձել, ինչպես գիտեք, մի 10-12 եթերը մեկ կամ 5-6 եթերը մեկ, եթե շատ գրառումները շատ են լինում, կամ շատ սուր են լինում, անդրադառնում եմ։ Եվ մինչև գրառումներին անդրադառնալ, ասեմ, որ ընտրացուցակում ազգային ժողովրդական բևեռի հերթական համարը 8-ն է։ Սա ազգային մտածելակերպ ունեցող կամ ինքնասիրություն ունեցող հայ մարդը պետք է իմանա։ Եվ այսպես գրառումներ կան Նիկոլ Թրքաբարոյի կողմից հայոց բանակի զինանշանի փոփոխության հետ կապված, զինանշանի վրայի այդ ատրիբուտների հետ կապված, գրառումներ կան ավելի շուտ հարցեր են, որոնք Ռուբիոյի այցի հետ կապված, ֆրանսիական զինված ուժերից 800 զինվորականի Հայաստան այցի հետ կապված հարցեր կան այսպեսի տեսանյութեր, գրառումներ, որ Մակրոնը Նիկոլի անվտանգության համար 800 մարդ է ուղարկել, կան, որ Ռուբիոն է երաշխիքներ տվել Նիկոլին, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Նախապես ասեմ, որ հայոց բանակի զինանշանի, ավելի շուտ ավելին ամենանախապես ասեմ, որ Նիկոլի ցանկացած որոշում կլինի ներպետական, թե միջպետական, դա պետք է ջրվի դատական ատյաններով։ Երբ որ իշխանափոխություն լինի, սրա բոլոր հայտարարությունները Ադրբեջանա հպատակ, թրքահպատակ, բոլոր հայտարարությունները, բոլոր որոշումները դրա համար ինքը պատասխան է տալու եւ չեղարկվելու են։ Զինանշանի վրայի այդ ինչ որ կա, ասենք մեր հավատի խաչը կամ արծիվը արիության, քաջության, զենքը սուրը նկատի ունեմ, ձևափոխված, եթե այնտեղ ամբողջ արծիվը հենց հենված էր հավատի վրա, այստեղ ընդամենը մի ոտքով խաչն է բռնել, մի ոտքով սուրն է բռնել, եւ այստեղ ինձ համար ամենացավալին, որ ավելացել է խորհրդային Հայաստանի վարչական բաժանարար գծերով, ես դրանք սահման չեմ համարում, խորհրդային Հայաստանի վարչական բաժանարար գծերով մի պատկեր, խորհրդային Հայաստանի պատկերը ուղղակի հարմարացրել են զինանշանի վրա։ Այն ինչ որ դաջված է Նիկոլի ճակատին, որ ինքը իր գլխարկի վրա կրելով այդ հանցագործի պիտակը, իր թիմակիցների հետ մտնում է ժողովրդի մեջ, եւ ժողովրդին ստիպում է, որ սա է քոնը, այսինքն ժողովրդին պարտադրում է, որ ժողովուրդը ընդունի, որ ինքը հանցագործ է։ Այստեղ ամենամեծ ցավը այդ խորհրդային Հայաստանի պատկերը այդ զինանշանի վրա նկարելն է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ինքը ոչ միայն մեզ զրկում է մեր իրավունքներից, ուղղակի զրկում է մեր իրավունքներից, մեզ նաև ինքը զրկում է պաշտպանվելու հնարավորությունից։ Հիշեք Արցախյան խնդիրը, տեսեք Թուրքիան մեզ հետ ոչ մի հարաբերություն չի ուզում, ասում եմ մինչև Արցախի խնդիրը չլուծվեր։ Թուրքիայի համար շատ ճակատագրական է առհասարակ ոչ միայն Արցախի խնդիրը, այլ հայկական հարցը։ Եվ Արցախի խնդիր լուծելով իրենք հայկական հարցը չեն լուծել։ Չնայած իրենք Արցախի հարցը չեն լուծել, խնդիրը չեն լուծել, Նիկոլը դեռ անելիքներ ունի։ Եթե Նիկոլին ընտրեք, իրենք կհասնեն դրան, որովհետև երբ որ մեր իրավունքները եւ պաշտպանվելու հնարավորություն ամբողջությամբ ոչնչացնի Նիկոլը, մենք էլ չենք կարող բան ուզել, մենք չենք կարող պաշտպանվել անգամ, որովհետև իրենք արդեն շուռ են գալու մեզ մեղադրելու։ Թուրքի ձեռքը զենք տվեցիր, դու մնացիր առանց զենք, ինքը քո վրա կրակելու է։ Չկա աշխարհում մի թուրք, որ այդ բանը չանի մեր հանդեպ։ Իսկ հիմա Նիկոլը մեզ զինաթափում է եւ զենք տալիս է Ալիևին, որ ինքը մեզ ուղիղ կրակի։ Այլ բան չի նշանակում սա։
Այստեղ իրանք պատկերացրեք Արցախն ու Նախիջևանը միասին մոտ 25,000 քառակուսի կիլոմետր է։ Եթե ընդհանուր վերցնենք։ Իսկ Թուրքիայում մենք ունենք 100,000 քառակուսի կիլոմետրից ավել միջազգային իրավունքով պատկանող տարածք, այսինքն հայրենիք։ Դուք պատկերացնում եք այդ խորհրդային Հայաստանի այդ վարչական գծերով այդ պատկերը, երբ որ դու դաջում ես, այսօր զինանշանին կդաջես, վաղը պետական բանին զինանշանին կդաջես, եւ վերջ, դու դրանով արդեն իսկ Ալիևին, Էրդողանին կասես հանգիստ քնեք։ Մենք ձեզանից բան չունենք ուզելու, դուք էլ հանցագործ չեք, ոչ ցեղասպանել եք, ոչ խլել եք, հələ մենք էինք մեղավոր, որ ձեզ անհարգի մեղադրում էինք, ասում ենք ցեղասպանել եք, այս խլել եք, այն տարել եք։ Եվ ստեղ արդեն, երբ որ սահմանադրությամբ, երբ որ ամեն ինչով Նիկոլը կհրաժարվի, ժողովուրդն էլ, եթե իսկապես կընդառաջի այս երևույթին, կդառնա հանցագործ Իլհամի եւ Էրդողանի առաջ, արդեն թուրքերը կսկսեն իսկապես գնդակահարել մեզ։ Կարող են զենքով չգնդակահարել։ Միջազգային դատարան։ Բայց ինչ եք այսքան տարի անում։ Այս ինչ եք այսքան տարի ասում։ Դե եկեք պատասխան տվեք։ Դա արվելու է։ Այսինքն Թուրքիան շունչը պահած սպասում է, որ Ադրբեջանի միջոցով փրկի իր պետությունը։ Այստեղ ավելի կարևոր մեծ խնդիրը Թուրքիան փրկելն է։ Ադրբեջանի միջոցով Թուրքիան փրկվում է։ Այսինքն Նիկոլի միջոցով Թուրքիան փրկվում է։ Այստեղ ամենացավոտ խնդիրը դա է։ Այդ հանցագործի պիտակը ներգրավել մեր զինված ուժերի զինանշանի վրա։ Ռուբիոյի կամ Մակրոնի աջակցությունը Նիկոլին կամ այդ նույն կերպ, ինչպես տեսնում եք, ադրբեջանական եւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական լրատվականները կամ գործիչները բոլորը միաձայն աջակցում են Նիկոլին։ Բոլորը։ Միայն թե մենակ Պուտինն է տպավորություն ստեղծել, իբր ինքը չի աջակցում Նիկոլին, իբր, այլ աջակցում է, ասենք, Քոչարյան Ռոբերտին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին։ Դա այդպես չէ։ Որովհետև Ռուսաստանը չի կարող Թուրքիային դեմ գնալ։ Ուղղակի չի կարող, ոչ էլ Ադրբեջանին արդեն։ Ուղղակի չեն կարող։ Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են Նիկոլին տեսնել Հայաստանում վարչապետ, չեն թաքցնում, չէ՞։ Բարձրաստիճան պաշտոնյաներից սկսած նրանք ասում են, որ Նիկոլն է իրենց փրկությունը։ Իրենք Նիկոլին են աջակցում։ Դա գաղտնիք չէ, բոլորս տեսնում եւ լսում ենք։ Ռուսաստանը չի կարող Թուրքիայի կամքին հակառակ ինչ-որ բան անել։ Չի կարող, ուղղակի չի կարող։ Հնարավոր չի, որովհետև ինքը այս պահին ավելի շատ կախված է Թուրքիայից։ Ու այդ վերաբերմունքը Պուտինի հենց հակառուսական այդ տրամադրությունները, որ Հայաստանում զարգացել է, ինքը հենց դրանով մարդկանց ուղղորդում է դեպի Նիկոլը։ Ասենք ոնց որ Քոչարյանով էր ուղղորդում Պուտինը դեպի Նիկոլը։ Եվ տարօրինակ է, չէ՞, այնպես է ստացվել, որ գրեթե բոլորը բացի հայ ժողովրդից խոսքը հասկացող բոլորը Նիկոլ են ուզում։ Ձեր մոտ հարց չի առցան, բա ինչի։ Ռուսը Նիկոլ է պաշտպանում, թուրքը Նիկոլ է պաշտպանում, ֆրանսիացին Նիկոլ է պաշտպանում, ամերիկացին Նիկոլ է պաշտպանում։ Այս ինչ հաշիվ է։ Այսպես չի լինում։ Ոնց կարող են հակառակորդները, թշնամիները նույն մարդուն պաշտպանեն։ Չի լինում այսպես։ Չի կարող լինել։ Ֆրանսիան Թուրքիայի հետ չունի, Ֆրանսիան Ադրբեջանի հետ չունի։ Այդ Մակրոնն էլ է Նիկոլին պաշտպանում, Ալիևն էլ, Էրդողանն էլ։ Այդ նույն Ֆրանսիան Պուտինի հետ չունի։ Այդ նույն Ամերիկան Պուտինի հետ չունի։ Ոնց եղավ, որ բոլորը Նիկոլին են աջակցում։ Սա նշանակում է, որ ձգում են բոլորն իրենց, որովհետև ինքը ամենահարմար խոնար եզն է։ Ամենահարմար։ Այս պահին լարված տարածաշրջանում օգտագործվող ամենահարմար օգտագործվող ապրանքը։
ու սա պայթելու է։ Բոլորն իրենց են քաշում Նիկոլին։ Մեջտեղից պատրվելու է։ Եթե ոչ ընտրությունների ընթացքում, այնտեղ Ռուբիոն կարող է շատ բան զգուշացրած լինի, շատ բան։ Եվ այդ մասին չեմ ուզում, իմ ենթադրություններն չեմ ուզում հիմա բարձրաձայնեմ։ Բայց որ Նիկոլը պատրվելու է, եթե ոչ ընտրությունների ընթացքում, այլ ընտրությունների շատ կարճ ժամանակ հետո, որովհետև պարսիկներն էլ արդեն էլ չեն դիմանում։ Հա ցույց են տալի, որ իրենք այսպես, բայց չեն կարողանում, իրենց մոտ կհասունանա ապստամբություն, հեղափոխություն, իրենք չեն կարող այսպես ցկել։ Իսկ երբ որ Պարսկաստանը դարձավ արևմուտքի դաշնակիցը, այդ թրիպ-մռիպն էլ կվերանա, այդ Թուրքիա-Ադրբեջան, այդ Թուրանի ծրագիրն էլ կվերանա, Ամերիկան եւ Պարսկաստանը երբ որ համագործակցեն, Նիկոլն էլ կվերանա եւ Հայաստանը կարիք կունենա արժանապատիվ ազգային մտածելակերպ ունեցող քաղաքական թիմի։ Այսինքն ազգային ժողովրդական բևեռի, ոչ ռուսահպատակի, ոչ թրքահպատակի։ Կտեսնեք, թե ինչպես է Նիկոլը պատրվում մեջտեղից։ Սպասեք եւ խոհեմ եղեք, որպեսզի երկու անգամ չընտրեք, մեկ անգամ ընտրեք ազգային ուժին, համար 8-ին։ Մնաք խաղաղությամբ։